Կառավարության 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագրով կառուցված դպրոցներից մեկն է։ Հինը քանդվել, տեղում նորն ու ժամանակակիցն է։ Աբովյան քաղաքի այս կրթական հաստատությունում էլ նախարար Ժաննա Անդրեասյանն ամփոփեց նախորդ տարվա աշխատանքները, բայց մինչև այդ շրջայց կատարեց։ Հագեցած լաբորատորիաներում երեխաները 100 անգամ լսելու փոխարեն մեկ անգամ տեսնում են ու նաև փորձում։ Հաճելի եւ տրամադրող մարզադահլիճում ֆիզկուլտուրայի դասերն ու առողջ մարմինը փորձում են դարձնել ոչ թե թղթի վրա գրված մի բան, այլ կենսակերպ։ Նախարարը շեշտում է, ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները ստեղծագործելու, նախասիրությունները զարգացնելու, որակյալ կրթություն ստանալու համար։ Եվ այսպիսին պետք է լինի մեր երկրի յուրաքանչյուր դպրոց։ Հաճախ տրվող հարցին, թե հասցնելու են նախանշված ժամկետում ավարտել 300 դպրոց 500 մանկապարտեզ ծրագիրը, պատասխանը հստակ է։ Այո, կհասցնենք, եւ սա ասում եմ շատ ավելի մեծ վստահությամբ եւ համոզվածությամբ, որովհետեւ մենք այսօր արդեն ունենք ավելի քան 100 դպրոցներ, որոնք ավարտված են, եւ ավելի քան 280 մանկապարտեզներ եւ նախակրթարաններ, որոնք ավարտված են։ Ծրագրի կատարման աճող տեմպերը լավատեսություն են հաղորդում։ Առաջին 300 դպրոցին հաջորդելու է մյուս 300-ը եւ այսպես շարունակ։ Ուսուցիչների կամավոր ատեստավորման համակարգը կայացել է, ասում է Ժաննա Անդրեասյանը։ Արդեն ատեստավորվել է նրանց 30%-ը։ Տարբեր ծրագրերով ուսուցիչներին հավելավճար տրամադրելու համար հատկացվող ֆինանսավորումը շեշտակի աճել է։ Ատեստավորում, տարակարգ, փոքր դպրոցներում աշխատանք եւ այլն։ Մասնավորապես 2019-ին ուսուցիչների հավելյալ խրախուսման համար հատկացված է եղել 266 միլիոն դրամ։ 2025-ին մենք այս ուղղությամբ ծախսել ենք 15.2 միլիարդ դրամ։ Եթե այդպես տոկոսային աճերի տեսանկյունից խոսենք, տոկոսը 1163 է։ Դպրոցներում նաև թմրամիջոցների շրջանառության դեպքեր են գրանցվում։ Անդրադառնալով հարցին, թե ինչ է արվում երևույթը կանխելու համար, նախարարը նշում է. դա միջգերատեսչական աշխատանք է։ Ակտիվ աշխատում են ներքին գործերի նախարարության եւ մյուս գործընկերների հետ։ Համակարգված հետևողական աշխատանք է պետք, զուգահեռաբար երեխաներին իրազեկելով դրա վտանգների մասին։ Պարբերաբար հաղորդագրություններ են լինում թմրանյութերի խմբաքանակներ հայտնաբերելու, տարբեր հանցագործ խմբեր վնասազերծելու մասին։ Դպրոցները դրանից անմասն չեն։ Մենք մեր կողմից շատ աչալուրջ ենք, մեր բոլոր դպրոցները վստահաբար տեղեկացված են եւ առաջին ահազանգողն են այն դեպքերում, երբ որ նկատում են որևէ կասկածելի բան եւ շատ հաճախ խնդիրների մասին ահազանգում են դպրոցները։ Ցավոք մենք ապրում ենք մի իրականությունում, որտեղ թմրանյութերը մեր իրականության մասն են, մի մաս են, որը չպիտի լինի, բայց կա եւ դպրոցները պաշտպանելու կարիք կա։ Այստեղ ես մեր անելիքը տեսնում եմ անվտանգության ստանդարտների սահմանման եւ դրանց իրացման մեջ։ Երևանի դպրոցներում դասապրոցեսը նորից 8:30-ին սկսելու վերաբերյալ քննարկումներ չկան։ Չնայած երեխաները չեն հարմարվում, ծնողները շարունակում են դժգոհել։ Նախարարը չի կարծում, թե 15 րոպե շուտ արթնանալը որևէ էական բարդություն կառաջացնի։ Առավոտյան ժամերը եւ դա բազմաթիվ հետազոտություններ են ցույց տվել, ամենալավ ժամերն են սովորելու համար։ Երեխաների թարմությունը, ինտելեկտուալ ակտիվությունը, ներգրավվածությունը դասապրոցեսին շատ ավելի լավ է։ Հետևաբար կարծում եմ մի փոքր ջանք դնել ավելի վաղ արթնանալ, բազմաթիվ ասացվածքներ ունենք վաղ արթնանալու մասին եւ դրանցից ոչ մեկը վատ մեսիջ չի պարունակում։ Քոլեջները սովորողների համար գրավիչ են դառնում։ Ընթացիկ ուսումնական տարում ընդունվել է ավելի քան 16,000 ուսանող։ Նախորդ 2 տարիների համեմատ մոտ 2,000-ով աճ կա։ Հատկապես շատ են դիմորդները պետության համար գերակա մասնագիտություններով։ Որտեղ գիտեք, որ կառավարությունը սահմանել է առնվազն 50,000 դրամ ամսական կրթաթոշակ, դրանք արդյունաբերության, գյուղատնտեսության եւ շինարարության ոլորտներն են։ Եվ եթե 23-24 ուսումնական տարում, երբ մենք այս ծրագիրը նոր էինք սկսում, ունեինք 874 ուսանող, որ ընդունվեց այս ուղղությամբ առաջին տարում, այսօր արդեն ունենք 3040 ուսանողներ, որոնք որ այս ուղղություններով ընդունվել են։
Տասնամյակների դադարից հետո Երևանի որոշ մանկապարտեզներում խմբեր են բացվել մինչև 2 տարեկան երեխաների համար։ Այս տարի կբացվեն նաև Հրազդանի, Վանաձորի, Գյումրիի մի շարք մանկապարտեզներում։ Ընդհանուր առմամբ մսուրի զարգացումը լինելու է մեր առաջիկա ծրագրերի կարևոր թիրախը։ Կարելի է հուսալ, որ թեկուզ հեռավոր ապագայում բուհերը հարևան Վրաստանի բուհերի պես անվճար կդառնան։ Նախարարը վկայակոչեց կրթության զարգացման մինչև 2030 թվականի պետական ծրագիրը, որտեղ դա արձանագրված նպատակ է։ Որտեղ սևով սպիտակի վրա գրված է, որ պետական բուհերում կրթությունը լինելու է առանց վճարի մեր ուսանողների համար։ Հետևաբար հույսը պետք չի ունենալ, ուղղակի պետք է հետևողական աշխատանք եւ այդ աշխատանքը մենք անում ենք։ Հայ դահուկորդ Միքայել Միքայելյանը իտալական մրցաշարում տուգանվել է մարզահագուստի վրա մրցույթի հովանավոր երկրի Ադրբեջանի անունը կպչուն ժապավենով փակելու համար։ Նախարարությունն այս միջադեպին դեռևս միայն այսպես է արձագանքում։ Իմ արձագանքը մեկն է, սպորտը պետք է լինի սպորտի մասին եւ կարեւոր է, որպեսզի մենք մարզական հրապարակում մրցման ժամանակ հնարավորինս հետևենք արդար ազնիվ սպորտի բոլոր կանոններին։ Մեր երկիրն էլ նախաձեռնել է մի քանի կարևոր կոնվենցիաների վավերացում միջազգային այս ուղղությամբ եւ կարևոր եմ համարում, որ այդ բոլոր կանոնները առաջին հերթին պահպանվեն մասնակցող բոլոր կողմերի կողմից։ Ինչ տուգանքի մասին է խոսքը, որակազրկման հարց կարող է առաջ գալ, թե ոչ։ Այս եւ այլ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու նպատակով նախարարությունը գրավոր հարցմամբ դիմել է ֆեդերացիա։ Պատասխանները ստանալուց հետո կորոշի հետագա անելիքը։ Աննա Զախարյան, Դավիթ Մաչկալյան, լուրեր։